Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր շարունակում ենք քննարկել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը եւ ես Տիկին Մանասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ահռելի մեծ աշխատանքի համար, որը կատարել եք։ Եվ իրականում ելույթ ունենալու բացարձակ նպատակ չունեի, բայց արդեն մի քանի օր է մեր ընդդիմադիր գործընկերները, հատկապես կանայք, խոսում են Woman Լիլիթ Աղեկյանի մասին, լրագրող հռչակելով վերջինիս, ես ուզում եմ մի քանի հարց հղել մեր գործընկերներին։ Հարգելի պարոնայք եւ տիկնայք, դուք երբևէ թերթել եք Տիկին Աղեկյանի Facebook-յան էջը։ Ես ուզում եմ ձեզ մի բան տեղեկացնել։ Այդ մարդու Facebook-յան էջը եթե թերթեք, ապա կտեսնեք, որ ավելի շատ իրավունքների պաշտպանության կարիք ունեն մարդիկ, ում ինքը իր կեղտոտ բառապաշարով ամենօրյա ռեժիմով անդրադառնում է, քան հիմա ինքը այդ ամեն ինչը ստանձնել եք դուք, այդ պարտավորությունը վերցրել եք ձեր ուսերին, բայց չգիտեմ, չեք տեսնում երևի կամ չեք ուզում տեսնել, կամ ավելի շատ ձեզ ձեռնտու չէ տեսնել, թե ինչ է կատարվում այդ տիկնոջ Facebook-յան էջում։ Ես ձեզ խորհուրդ կտամ եւ կհորդորեմ անպայման գնալ եւ թերթել վերջինիս սոցիալական ցանցը եւ իրականում հասկանաք, թե ով եւ ում իրավունքներն են խաթարվել։ Տիկին Կյուրեղյան, չեմ հասկանում ինչ եք ուզում հասկացնել ձեր ժեստերով տեղից, բայց այո, ես ձեզ խնդրում եւ հորդորում եմ մի հատ աչքի անցկացնել տվյալ կնոջ տիկնոջ Facebook-յան էջը, այստեղ մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացրեց, որ վերջինիս հետ զրույց է տեղի ունեցել, հանդիպում է տեղի ունեցել եւ այնինչ արձանագրված է, բնականաբար դրա հետքերով գնալու են եւ արժանանալու է իր գնահատականին, բայց գալ այստեղ եւ ուղղակի պաշտպանի դերը ստանձնել մի անձի, ով անգամ անչափահաս երեխաների վիդեոներ եւ տեսանյութեր է տեղադրում իր էջում իր կեղտոտ բառապաշարով, մեղմ ասած տեղին չէ։ Ես սա չեմ հորինում, անձամբ իմ երեխայի տեսանյութն է հրապարակել իր էջում Տիկին Աղեկյանը եւ այստեղ հարց, ում իրավունքներն են խաթարվել եւ ում իրավունքներն է պետք պաշտպանել։ Տիկին Գալստյանը խոսում է այն մասին, որ կին падգամավորները քաղաքացիական պայմանագիր կուսակցության կին падգամավորները որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեն եկել այդ վերոհիշյալ կնոջ նկատմամբ կատարվածի վերաբերյալ։ Իսկ Տիկին Գալստյանը կամ մյուս կանայք, երբ որ Վահագն Ալեքսանյանի մոր նկատմամբ այդ զազրելի երևույթը տեղի ունեցավ, որևէ մեկը հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է, լռում եք Տիկին Կյուրեղյան եւ մյուս տիկնայք։ Երկակի ստանդարտներով եք ապրում, որը իրականում անլրջացնում է ձեր գործունեությունը եւ խոսքը, ինչի համար ես իրականում ցավում եմ։ Կամ խոսում եք կանանց իրավունքներից, բայց գալիս այստեղ վարչապետի տիկնոջը զուգընկեր եք անվանում, չգիտեմ։ Թագուհի Թովմասյանը դալիճում չէ, բայց երեք հպարտորեն հայտարարում էր, որ ունի 3 բնակարան եւ 4-րդը ձեռք է բերել, կամ չգիտեմ, թվերը միգուցե խառնում եմ։ Ես անկեղծ ուրախ եմ Տիկին Թովմասյանի համար, բայց ես կարծում եմ, որ մենակ ինքը չէ, որ բնակարան ունենալու իրավունք ունի։ Ես չունեմ 3-ը 4-ը, ես գնել եմ ընդամենը 1 բնակարան հիպոթեկով Երևանում, բայց դա շատ սենսացիոն վերնագրով հայտնվել է նույն Տիկին Թովմասյանի ղեկավարած մամուլի էջերում, որպես, չգիտեմ, ինչ-որ կոռուպցիոն դրսևորում, Պալյանի ֆինանսական միջոցները շեշտակի աճել են վերտարությամբ։ Միթե միայն ընդդիմադիր падգամավորները եւ քաղաքական գործիչները ունեն բնակարան ունենալու իրավունք։ Մի հատ կողմնորոշվեք, հարգելի գործընկերներ։ Կամ արդյոք падգամավորի հարազատները իրավունք ունեն աշխատելու այս կամ այն պետական հիմնարկում մինիմալ աշխատավարձով։ Ունեն թե չունեն։ Եթե ունեն, ապա կխնդրեմ այսուհետ ուշադիր լինեք ձեր ղեկավարած լրատվամիջոցների հրապարակած նյութերին եւ ձեր նշած այդ լավ լրագրողներին հորդորեք այլևս նմանատիպ փոքր բաներից սենսացիաներ չփնտրել։ Ես գիտեմ, որ 7 տարի շարունակ դուք փնտրում եք եւ չեք գտնում այն, ինչ ուզում եք, որպեսզի կարողանաք իրականում ապահովել ձեր դիտումներն ու լսարանը, բայց ցավում եմ ձեզ համար, ես վստահեցնում եմ, որ չեք էլ գտնելու այն, ինչ փորձում եք մեզ վերագրել։ Պարոն Արծվիկ Մինասյանը երեք հայտարարում է, որ պետք չի նախկին ղեկավարների մասին խոսել
հրապարակային վատ բառերով, հերիք է դա վնասում է մեր երկրի անունը, պատիվը, լուրջ եք ասում, բա դուք լեգիտիմ ընտրված վարչապետի հասցեին 7 տարի շարունակ, 24/7 ռեժիմով, որ խոսում եք ամենավատ ու նողկալի բառերով, դա չի վնասում մեր երկրի անվանն ու պատվին։ Չգիտեմ ինչ ասեմ, ասելիքները իրականում շատ են, բայց ես ձեզ խնդրում եմ, կամ ընդհանրապես լռեք, մի խոսեք, դրանով իսկ առաջին հերթին խայտարակում եք ձեզ, ոչնչացնում եք ձեր առանց էտել չեղած հեղինակությունը, կամ վերադարձեք կառուցողական դաշտ։ Շնորհակալ եմ։